լուրջ զգացողություն եմ, որ հասնում եմ մինչև Ողնուղեղը, դա 88 թվականի երկրաշարժն էր, որ մենք ասում ենք Սպիտակի, եւ ես մեկ էլ սարսափով հիշեցի, որ չէ որ այնտեղ որմնանկարներն են, եւ ինչքան իմանում էի արդեն Երևանում դեռ, այդ բոլոր գործարանները քանդուքարապ էին եղել, ուղղակի փլվել էին, եւ շտապ մեկնեցի Գյումրի, իսկ գնալը այդքան էլ հեշտ չէր, որովհետեւ փակել էին այդ գոտի էր հայտարարված երկրաշարժի եւ հատուկ թույլտվություններ էր պետք։ Մի կերպ մի խոսքով հասա տեղ եւ զարմանալի բան էր, որ այո, բոլոր տեղերում, որտեղ կային որմնանկարներ, շենքերը փլվել էին, իսկ որմնանկարները ոչ։ Ամենա ազդեցիկը դա թերևս Արմենիա կոչված Մինասի լավագույն երևի որմնանկարն է, դժվար եմ ասել, դա արդեն իմ կարծիքն է։ Ամբողջ շենքներ քանդվել, կուլտուրայի ակումբ էր Վահրամաբերդ գյուղում եւ մնացել էր միայն մի պատ, որի վրա նկարն էր։ Դա հրաշքի պես բան էր եւ ես հիշում եմ, որ այդ մեղձավանջի ուղակի վիճակում ցեխի սառույցի ձյան խառը վիճակում ես մի ռուս լրագրողի հետ էի։ Ցանոթ երաժշտություն սկսեցի լսել մոտակա տնակից։ Եվ ոչ մի կերպ չէի կարողանում հասկանամ այդ ինչ երաժշտություն է, ու դա ինձ կանչում էր ուղղակի։ Եվ այս ցեխոտ այդ մասով եկա այդ կեղտոտ այդ վարակույրը բացեցի եւ ինչ տեսնեմ, որ Մինասն է էկրանից նայում եւ դու մի ասա Մարատ Վարժապետյանի ֆիլմն է։ Այդ պահին գնում էր ուղղակի։ Եվ պարզապես ցնցվել էի ու ոնց որ մի ներքին ձայն ասեր տղա ջան մի բան արա, չգիտեմ, փրկի այդ նկարները։ Ես հասկացա, պետք է նկարները փրկվի, չգիտեմ ոնց, ինչպես, ինչ անեմ։ Եվ մի ռուս գնդապետ էր եկել ու վրես բղավում էր, որ русերեն ասեմ, уберите эти сцены отсюда к чертовой матери, чтобы я их не видел, сцены как убрать։ Եվ ես հասկացա, որ առաջինը անհրաժեշտ է փաստաթղթեր, որ դա հուշարձանը պահպանվում է պետության կողմից։ Եվ ինձ շատ օգնեցին հիմա մեծ ակնածանքով հիշում Տիկին Սիլվան Կապուտիկյան, որ ես այցելեցի նրան, պատմեցի այդ պատմությունը եւ նա անմիջապես ուղղորդեց ինձ այն ժամանակ Կենտկոմ եւ Կենտկոմի միջոցով պարոն Հայկ Քոթանջան կար այդպիսի մի շատ լավ անձնավորություն։ Մենք գնացինք մշակույթի նախարարություն, այդ գործընթացը կարծես թե սկսվեց եւ պատերը փրկեցինք ուղղակի, որտեվ քանդում էին, քանի որ դրանք գաղտնի գործարաններ էին, բանից պարզվում է խորհրդային միության ժամանակ եւ ամբողջ աշխարհից եկել էին օգնելու եւ սովետները մտածում էին, որ այնտեղ կան ինչ-որ դետալներ եւ այլն, դրանք կգան, կգողանան, շպիոնները եւ այլն, եւ անհրաժեշտ է այդ ամեն ինչը սրբել, որ չլինի Երևան։ Վերացնի։ Այդպիսի հետաքրքիր բան եւ այդտեղից այդպես գնաց, հետո հասկացանք, որ նորից թանգարան է պետք վերաբացել, քանի որ թանգարանն էր փլուզվել, շուրջ 17 տարի տևեց այդ ամբողջ process-ը, որպեսզի նորից թանգարան լինի եւ Լիսի հիմնադրամի միջոցով, ինչի համար է շատ երախտապարտ եմ, նորից եղավ նոր շենք եւ հիմա Փառք Աստծո գործում է։